Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են իմ ալիքում։ Սկսում ենք մեր հերթական վլոգը Սիրուն տեսարանից, որտեղ երեխաները Wendy's-ից լիքը նվերներ են ստացել։ Ապրեք։ Տանից դուրս եկա, հիշեցի, որ բարձրախոսս մոռացել եմ, բայց չկարողացա հետ գնալ վերցնել, որովհետև Սոսեն արդեն արթնացել էր, որ եթե հետ մտնեի, ինձ կնկատեր, դրա համար ստիպված էլի փողոցում միացրել եմ տեսախցիկը ու հույս ունեմ, որ ձայնս նորմալ կլսեք, չնայած ասեմ ձեզ, այս iPhone-ները, չգիտեմ մնացած հեռախոսները ոնց է, բայց այս iPhone-ները ունեն բարձրախոսի ֆունկցիան ու իրենք սենց չնենց ինչ-որ չափով կարողանում են ձայնը վերցնել։ Հիմա վերնիսաժի տարածքում եմ, այսքան իքը վերնիսաժը չեմ հիշում երբ էի տեսել, գարնանն եմ երևի թե վերջին անգամ այս տարածքում եղել, բայց ահագին դատարկ էր, թե վաճառակետերը, թե առհասարակ մարդկանց խոսքը, այսքան շատ չէր, այսօր շատ մարդ կա, վաճառակետերն էլ շատ լիքն են, անցնում եմ այս նկարների ուրակով, մեկ-մեկից սիրուն նկարներ են, այն ժամանակ, որ դեռ մեր տունը չունեինք, միշտ մտածում էի, այս տարածքով երբ անցնում էի, մտածում էի, որ եթե մեր տուն ունենանք, ամեն անկյունում հետաքրքիր ինչ-որ նկարների պատ կստեղծեմ ու այստեղից տարբեր նկարներ կվերցնեմ տան համար, բայց հիմա երբ արդեն ունենք մեր տունը, զգում եմ, թե ինչքան ճնշող ու ավելորդ է ամեն անկյունում ինչ-որ դեկոր ունենալը, գուցե մեկ նկար, ինչ-որ շատ սիրտս կպնի, ինչ-որ մի պահի ունենամ տանը, բայց ոչ շատ, առհասարակ տանը դեկորներ, չեմ սիրում այդքան շատ ունենալ, ոնց որ ավելորդություն լինեն։ Այսօր հանդիպելու եմ ձեր սիրելի բլոգերին, կարող եք այստեղ ստոպ տալ և գուշակել, թե ում, ինչ ես կգնամ ու տեղ կհասնեմ։ Ես արդեն տեղում եմ և հանդիպեցի ձեր սիրելի բլոգերին։ Ինչ գիտես սիրելի, կարող է սիրելի, իրանց փողարեն մի որոշի։ Սա YouTube-ի սիրելի բլոգերը դու ես։ Ես առաջին անգամ էի կինոտանը ու անպայման ուզում եմ մի քանի կադրով դուք էլ վայելեք այն ամբողջ ատմոսֆերան, որը ես եմ վայելել։ Եվ շատ երկար տարիների լրագրող, ով այսօր մեզ համար այս հրաշալի հաստատությունում տուր կկազմակերպի եւ կպատմի, թե մենք որտեղ ենք գտնվում, ոնց են ստեղծվել մեր այն ֆիլմերը, որոնք տարիներով դիտել են մեր ծնողները։ Ժամանակին, երբ որ կինոգործիչների միությունը կառուցել են եւ կինոյի տունը 74 թվականին, տեսված է եղել այսպես արևույթ նախատեսված է եղել կինոյի տան հյուրերի համար, բայց քանի որ ապրում էինք այն ժամանակ կոմունիստական ռեժիմի մեջ եւ հիմնականում հյուրերը լինում էին Կենտկոմի բարձրաստիճան ուրեմն պաշտոնյաներ, Կենտկոմի քարտուղարներ եւ այլն։ Ստորագրությունը հավանաբար Վիլյամ Սարոյանինն է, տեսակ մեծ մի ամբողջ պատ գրել է, ինչ հիշել է գրել է Վիլյամ Սարոյան, Ֆրեզնո, Արարատ, Բիթլիս եւ այլն, ինչ կարողացել է գրել է։ Ասեմ, որ էլի ցավոք մեր հասարակությունը շատ լավ չի ճանաչում այն մարդկանց, որոնք մեր կողքին ապրում են, կամ պետք է սպասենք մինչև մահանան, հետո սկսենք մեծարել։ Ուրեմն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը վերջին այս թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին, ուղի 2 ամիս ցուցադրվեցին Պոմպիդու կենտրոնում, Փարիզի Ֆրանսիայի համաշխարհային մշակութային կենտրոնում։ Ֆիլմերը կառավարվեց եւ թույլ չտվեցին էկրան բարձրանա 87 թվականին, որովհետև ասցին, որ դուք նկարել եք մի ֆիլմ, որը խայտառակում է Հայաստանը եւ խայտառակում է մեր հանրապետությունը եւ Երևանը։ Այսինքն պետք էր ամեն ինչ ցույց տալ այսպես լավ կողմից, լունավոր կողմից եւ այլն, բայց երբ որ իրական պատկերը թե ոնց են ապրում մարդիկ կոնդում, ոնց են տարապում այդ պայմանների մեջ, ոնց են երեխաներ մեծացնում, ոնց են սիրահարվում, ոնց են
ամուսնանում, ոնց են մարդ թաղում եւ այլն այդ ամբողջ պատկերը պետք չէր որ երևա։ Министр здравоохранения США Эдвард Коул выступил довольно пессимистическим заявлением о том, что лекарство против СПИД может... Armed delegation from Los Angeles taking part in the informational Позвольте вначале познакомиться с некоторыми справочными данными о Армении и Армении. Слово «Армения» впервые упоминается в надписи, оставленной российским царем Дарием в 516 году до нашей эры. Армения так называли народ, проживающий на территории, которую позже Геродот назвал Римом. Широкие культурные связи с различными Իսրայելական ներկայացում երկրամտին տեքստում դուրս չկալու ֆակին վերջը երիտասարդ ընտանիք ենք մենք էլ ենք բարեկամություն ուզում գալ գնալ ուզում բայց ոչ մի հնարավորություններ չկա ինչ ասեմ Ֆիլմը ստիպեց եւս մեկ անգամ արժևորելու ունեցածը եւ եւս մեկ անգամ կարեկցելու այն մարդկանց, ովքեր այդպես էլ հնարավորություն չեն ունենում մի փոքր չնչին չափով անգամ բարեկեցիկ կյանքով ապրելու։ Այստեղ փորձել ենք այդ միջավայրը ստեղծել, ասեն Սևան Նագորի մասին ասում էի, այո, Վիլյամ Սարոյանի օգտագործած Երևի հատվածում ունենք մոտ 800 քառակուսի մետր տարածք, որը անօգտագործելի էր եւ ուզում էինք ստեղծել մեծ ազգային սինեմատեք, որը նման լինի բոլոր այդ սինեմատեկներին հայտնի, որոնք աշխարհում կան։ Մենք շատ մեծ նախագիծ էինք պատրաստել, որպես նաեւ կրթական կենտրոնով 6 տարեկանից սկսած անիմացիոն տեխնոլոգիական կրթական այսպես գնանք կենտրոնով եւ ամեն ինչ նախատեսել էին նախագիծը նախարարի հետ Նազերի Արիբյանի հետ եւ պետքա լիներ վարչապետի սեղանին մի շաբաթ հետո Ֆիլմը դիտելուց հետո դուրս եկանք դահլիճից ու շրջայց ունեցանք կինոյի տանը շատ հետաքրքիր զրույցի ուղեկցությամբ, ծանոթացանք ֆիլմերի նկարահանման պատմություններին, թե առհասարակ ինչպես եւ ինչ տեխնիկայով են նկարահանվում ֆիլմերը ու ես համոզված եմ, որ այդ ամբողջ ինֆորմացիան շատ հետաքրքիր կլինի նաեւ դպրոցահասակ երեխաներին եւ եթե չեմ սխալվում, սեպտեմբերից արդեն կինոյի տունը կարող է հյուրընկալել նաեւ բոլոր ցանկացողներին
կինոներին առանց տարիքային սահմանափակման տոմսի արժեքով, որի մեջ ներառված կլինի նաև շրջայցը, ամբողջ կինոյի տանը, ծանոթությունը, պատմությունները և շատ այլ հետաքրքիր մանրամասներ։ Այնպես որ հաշվի առեք այդ փաստը, ես անպայման երեխաների հետ ևս այցելելու եմ։ Դուրս եկանք շատ տպավորված։ Նադյայի հետևողներ, ուրեմն ասեմ, քանի որ ես գիտեմ, որ իր ֆորմատն այնպեսին է, որ գիտելիքներ բան շատ մարդիկ կհետաքրքրեն, հատկապես ծնողները։ Ուրեմն դեռևս կինոյի տունը ազատ մուտք չունի, բայց սեպտեմբերից չէ խոստացան, որ կարողա լինի։ Հենց վերնիսաժի հարևանությամբ է գտնվում, նա ցույց տուր մի հատ։ Ահա, այն վերնիսաժն է, այս կինոյի տունն է։ Անպայման եկեք, եթե ուզում եք երեխաների հետ, ինձ թվում է 6 տարեկանից բարձր երեխեքին շոտ կհետաքրքրի, մի հատ շրջայց ունենալ։ Մենք շատ տպավորված ենք դուրս եկել, ինչ կադր որ ֆիքսել եմ կդնեմ, դուք էլ կտեսնեք, եթե հնարավոր լինի, տեսախցիկով փոխանցել են տպավորությունները, որ մենք ենք ստացել։ Մի քիչ էլ տխրեցի, որ Մարիամիս հետ չկարողացանք լիարժեք, լիաթոք ժամանակ անցկացնել, շփվելու, բայց զբաղված ենք լինում կոնտենտ տալով։ Հանդիպենք ուղակի։ Սոսե, արի նայենք Մարիամն ու Վահանի քեզ ինչ նվեր են ուղարկել։ Գիտես ես Վահանն ընտրել։ Քո համար հավանեցիր, իսկ ես լավն է։ Նայի։ Վայ, ես ինչ սիրուն աղջիկը, ես ինչ սիրուն։ Դե ասա ապրես Վահան ջան, ասա ապրես Վահան։ Սոսեն իր նվերները շատ հավանեց։ Մենք էլի դուրս ենք եկել, տանից չեմ կարողանում կադրեր ֆիքսել, որովհետև այն ընթացքը երբ տանն եմ լինում, շատ բուրն է անցնում, արագ փորձում եմ բոլոր գործերս հասցնել, կիսատ ինչ թողած եմ լինում, արագ վազքով անում եմ, ընտրում ենք, ինչ-որ հաց եմ պատրաստում, ամաններն եմ լվանում, լվացք, արդուկ, տան մաքրություն, մի խոսքով սենց արագ գործերս անելուց հետո աղջիկները զանգեցին, ասեցին, որ երեխաների հետ դուրս են գալիս այգի, մտածեցի, ինչի չէ, Սոսեի համար լավ է մաքուր օդի լինելը և ես Սոսեն, Ադանը, Էմինն ու Առնոն չմիացան մեզ, որովհետև անկեղծ ասած ինձ մի քիչ դժվար է դրսում 4-ի հետ գտնվելը, դրա համար ամեն անգամ փորձում եմ 2-2 գոնե դուրս անել, հիմա այս պահին հերթը Ադանինն ու Սոսեինն էր, այդպես ստացվեց, դուրս ենք եկել գնանք այգի աղջիկներին տեսնենք, մի փոքր կնստենք, Սոսեն գայլասիկի մեջ իրեն լավ զգում, Ադանն էլ վերցրել է իր վերջին նվեր ստացած ռոլիկները, բայց կարծում եմ չի քշի այգում, որովհետև մի քիչ կվախենամ ռիսկի դիմել ու թույլ տալ, որ քշի, չգիտեմ, գնանք տեսնենք այսօր այստեղ ինչ-որ հավաք է եղել և խնդրեմ հետևանքները Եվ սա պատկերն է մեր ազգի Հետ ենք վերադառնում տուն Սիրում եմ մեր այս տարածքը կանաչապատ Սենց գամ կանաչապատ հատվածները բավականին շատ են ինչը նպաստում է մաքուր օդին Շենքի մոտ ենք արդեն Այս հատվածն էլ եկել մաքրել են գնալուց հիշում եք ցույց տվեցի Եկել մաքրել հավաքել են
Բայց ես մենակ Ջան։ իմ մասին եմ, չէ՞ այտենց հոգ տարի, երևի։ Բայց ես իրական մամուսին այդքան է շատ չեմ տալիս, քան թե ձեզ։ Ես ավելի շատ ընտանիքի, Արնոյի, Եմինի, քո Սոսեի, պապայի մասին եմ մտածում։ Օգտանում, ինչքան լավն ես դու Ադան, ինչքան անուշ տղա ես դու։ Սա էլ Սոսեն։ Բայց այսօր այն, քան որ ես այսօր դաս եմ քաղել, էլի։ Ինչքան լավն ես դու Ադան։ Ոյ շատ լավ եղանակա։ Չեմ հիշում երբեի սենց մաքուրով շնչել։ Այն էլ Երևանի պայմաններում դժվար է։ Մաքուրով շնչելը առհասարակ, բայց այսօր հաճելի թարմ է օդը։